Ես չի եղավ։ Փչացրեք, ափսոս չեն։ Դնես չարչարվես, անես ու այդ վիճակը ինչ։ Ամսի 7-ից հետո կերևա, վեշներս կապում ու ընկնում ճանապարհ։ Մինակ ծաղիկները չի արգելափակի, ամեն ինչն արգելափակի, որ Հայաստանում շատ վատ է, չի։ Ես չի եղավ։ Փչացրեք, ափսոս չեն։ Ինչ դի անենք։ Այդ ինչ դի Այստեղ չեք անենք։ կարող վաճառել։ Ինչը վաճառենք։ Թափել, ինչը վաճառենք։ Ինչ վաճառենք էլ, որ մեկը ցույց տամ, ինչքան այս ծաղ ինչ տենում եք, հատ ամբողջը նկարեք։ Դաժե տելեֆոնը տրակցրեք, համիսկի ձեռս չհետեմ, որ փոխեմ։ Չեմ էլ ուզում։ Հովացում ենք ամեն տարի միացրել, չենք էլ ուզում միացնենք։ Ասենք ինչ անենք։ Այդ չի վիճակը ծաղկի։ Վնասը միլիոնների է։ Վարկերից այժմ վարկվեցինք, դուք հետո թանկ վարկերով սենց փագում ենք վարկերը։ Ինչ է կարծում, չի բացի Ռուսաստանը, որովհետև կապում են։ Հիմա թեք են քաղաքականությունից, ասեն քաղաքականություն հաստատ չի բացելու։ Եթե մեր պարոն Փաշինյանենք անցանք ԿՊ-ն, հաստատ չի բացվելու Ռուսաստանի ճանապարհները։ Մնալու ենք այսպես անտեր վիճակի մեջ։ Գյուղացին մնալու է ամբողջ բերքերով, կանաչին էլ է փակվել, ելակներն էլ հետեքե ֆուրերով հենա կանգնած են, որ մի ապրանքը շեշտեմ, որը այսօր նոր է դուրս գալում հələ մեր Արարատյան դաշտի համար։ Հայաստանում հնարավոր չի Հայաստանի շուկայի ներսում վաճառել։ Հայաստանում մի 3 հեկտար է հերիք Հայաստանի համար էլի, բայց մենք այսօր ունենք 100 հեկտարներ։ 100 հեկտարներ ունենք ծաղիկներ, որ վարդից բռնած ամեն ինչը դուրս եկած, որ մի բանն ասենք։ Դուք շատ վատ վիճակի մեջ ենք, հա? Ինչ ծաղիկներ ունեք հիմա? Աստրոմերիա։ Մեկ էլ մի քիչ կալա է վերջում։ Ինչքան եք վաճառում, հիմա ինչքան եք ասում։ Հիմա ինչ վաճառենք, 5 կապ, 6 կապը 1000 դրամով, ցելոֆոնը 40 դրամա։ Ցելոֆոնն էլ թանկացավ 2800-եր, 2500, դառը 3800։ Ցելոֆոնի գինը չի էսօ։ Ինչը վաճառենք, 500 դրամ չի ծախում։ 200, 250, 150, 100 կապը։ Ցելոֆոնի արժեքն է, ոչ քաղաց ինչ անես։ Գոյլե 70%-ը դուրս էին խրգում են, 30%-ը ստեղ ու շուկայում ռեալիզացիա կարում էր անել են։ Ով չէր կարում ուղարկել, ումը քիչ է ջերմոցները, նորմալ էր։ Մարդիկ ուղարկում էին, են չի ասենք, սաղ կարան ուղարկեն, սաղին հասանելի չէ այդ ուղարկելը։ Ով չէր ուղարկում, մյուս ուղարկողների հաշվին, իսկ սե ինչ է, որ մեկ, սենց ինչ կամում ես, որ մտնեմ ես մեկ տեղը, ես կոմիգյուններից։ Բայց ափսոս են էլի մի ջարդի, կոնե։ Սիրտս ցավում է։ Իմ էլ է ցավում։ Բա ինչ է, դա հեշտ է։ Դնես չարչարվես, անես ու այդ վիճակը ինչ։ Մենք ամեն տարի արտահանել ենք։ Պերյամում մենք մեր հաճախորդ ունեցել ենք։ Այս տարի անցած տարի մարտին էլ եղավ մեծ խնդիրներ, մեծ ծաղիկների թափել, մեծ էլի փագել ու տեղուց հետո արդեն դարել է շատ վատ վիճակ։ Այնքան վատ, որ այդ ժամանակ մեր հայկական փողը 600-700 դրամ էր, հիմա 1200-1300 է։ Անցած այդ սեզոնից հետո միանգամից կարգոն թանկացավ, մեկին մեկ։ Դա հենց արդեն հերիք էր, որ ամբողջ լավ ծաղիկը բա հեսա կանանչին։ Կլուբնիկը վերջացավ, վախները բերեց մեր ժողովրդի, կլուբնիկը արդեն թեթևացավ։ Իր սեզոնը ելավ, բացեր, որը դուրս գնաց, որը ստե վաճառվա։ Բայց սա նոր է գալը մախի գյուղացու վիճակը։ Նոր է սա շատ վատանալու։ Չգիտեմ ինչ է լինելու։ Շատերն ասում են, որ հնարավոր է եվրոպականամետ գնան դեպի Եվրոպա ու այնտեղ Եվրոպա, մի րոպե, ամբողջ ծաղիկը Եվրոպայից ենք բերի, ամբողջ այդ դրա սալցիները Եվրոպայից է եկել։ Մենք Եվրոպա ինչ-ի ծախենք։ Ամեն մի էստերի վրա 100 դեֆեկտ են ասելու։ Այս ընտիր առող ծաղկի վրա 100 դեֆեկտ են ասելու։ Եվրոպականանք մենք ուղարկենք։ Կամ ամբողջ Եվրոպայից է ծաղիկը գալում Հայաստան։ Եվրոպայից է, մենք ո՞նց ենք ուղարկելու։ Մտածում են Թուրքիա տանեն, Թուրքիան կոպեկներ է։ Թուրքիայից բերեն։ Բերելու էլ լցեն Թուրքիայից ամեն ինչը։ Չգիտեմ։
Բայց Ռուսաստանը Շատ չի վատ է։ բացի։ Հա? Ռուսաստանը չի բացի։ Ամսի 7-ից հետո կերևա իշքամ ենք վեշներս կապում ու ընկնում ճանապարհ։ Բայց հույս ունեմ, որ պիտի չկապենք, իրանք պիտի կապեն։ Հետի 100% հույս ունեմ։ Տեն չի լինելու։ Ու իրանք մտածում են ամեն ինչը թանկացնելով։ Մենակ ամեն ինչն են թանկացրել։ Ինչ ոլորտ կա թանկացրած է։ Սկսած խանութներից, իրանց հարգուտուրքից, ռեկլամներից, որ ռեկլամ իրանից ոչ մի բան չէ ներկայացնում, ես իմ խանութը, իմ ռեկլամները։ Մեկին 10 թանկացրած ես իմ գները հանած։ Ինչ է, որ մի բանն ասեմ, որ չի թանկացել։ Սենց բան չկա։ Քսան հատով ստեղու շուկայի համար են կապում ընդհանրապես 10 հատով է Ռուսաստանի։ Որ ուղարկում ենք 10 հատիկով ենք Ռուսաստան ուղարկում։ Ինչ անենք, ոչ մի բան ապահովագրած չի, որ ասենք ինչ անենք, որ 3 անգամ էլ արանք համեմ ենք փորձում գալիս է մի պահ շատ տելի սենց նույն վիճակը։ Ամեն ինչ էլ ապահովագրություն չունի մեր Հայաստանի համար։ Հենա ցուրդը մի 2 տարի, մի քանի տարի առաջ ապահովագրում էին ծառները, խաղողները, ամեն ինչը։ Իսկ հիմա էդ էլ չկա, էդ էլ վերացավ։ Ժողովուրդը մեր այս տարի ցուրդը տարել է ինչ որ խաղողներ ասում են, ես չունեմ որ իմանամ։ Լսել եմ որ դրանք էլ են ցուրդը տարել ու ոչ մի ապահովագրություն չկա։ Էլի մեծ խնդրի առաջ են կանգնած ժողովուրդը։